Բարդես օրվա իրադարձությունները ներկայացնում հորիզոն լրատվականը։ Այսօր հաղթանակի ու խաղաղության օրն է, այն մեր տոնացություն նշանակալի օր է արդեն 80 տարի։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, անուրանալի դեր է ունեցել հայությունը, նրանցից շատերն ուղղակի առանցքային նշանակություն ունեցան երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի համար։ Չմոռանանք այսօր նաև հայոց պատմության մեջ մտավ որպես Շուշիի ազատագրման օր 1992-ին հայ ազատամարտիկների բացառիկ գործողությունների արդյունքում ազատագրվեց Շուշին։ Ցավոք 44-օրյա պատերազմը այլ ընթացք տվեց մեր եռատոնի եւ Արցախի պատմությանը։ Ռուսաստանում այսօր անցկացվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Հայաստանի ղեկավարը։ Գլխավոր միջոցառումը Կարմիր հրապարակում է անցկացվել, տեղի է ունեցել ավանդական զորահանդես։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել աշխարհի 27 երկրների ղեկավարներ։ Առաջին դեմքերը, այդ թվում Հայաստանի ղեկավարը, Մոսկվա ժամանեցին զորահանդեսից մեկ օր առաջ։ Հենց այդ օրն էլ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների համար Ռուսաստանի նախագահի անունից պաշտոնական ընթրիք է տրվել Կրեմլի մեծ պալատում, որտեղ նաև համերգ է կազմակերպվել։ Հայաստանի վարչապետն այդ միջոցառումների շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, իսկ արդեն այսօր Կրեմլի Կարմիր հրապարակում տոնական գլխավոր միջոցառումներ, ամենամյա զորահանդեսը, որին մասնակցում էր ավելի քան 11,000 զինծառայող։ Շքերթի մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ողջունել է օտարերկրյա պետությունների ղեկավարներին, իսկ շքերթը սկսվել է Կարմիր հրապարակում Ռուսաստանի պետական դրոշի եւ հաղթանակի դրոշի բարձրացմամբ։ Շքերթը գլխավորել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ առաջին անգամ այն ընդունել է պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, որից հետո ելույթով է հանդես եկել նախագահ Պուտինը։ Ռուսաստանի նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը եւ ընդգծել, որ հիշում են երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չեն համաձայնի իրադարձությունների աղավաղման, դահիճներին արդարացնելու եւ իրական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ, հայտարարելով, թե Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի զինվորների եւ հրամանատարների պատիվը, տարբեր ազգությունների ներկայացուցիչների մեծ սխրանքը։ Ռուսաստանը եղել է եւ կլինի անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի, հակասեմիտիզմի դեմ եւ կպայքարի այդ ագրեսիվ կործանարար գաղափարների կողմնակիցների կողմից կատարված վայրագությունների դեմ։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են։ Ամբողջ երկիրը, հասարակությունը եւ ժողովուրդը աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք կպարտանում ենք նրանց քաջությամբ ու վճռականությամբ, ոգու այն ուժով, որը միշտ մեզ միայն հաղթանակ է բերել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հսկայական դերը, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։ Այստեղ տեղակայված էին հիվանդանոցներ եւ 100 հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանք նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը եւ ջերմությունը։ Մենք մեծարում ենք հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանին։ Գլուխ ենք խոնարհում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի առջև։ Պուտինի խոսքով նացիստական Գերմանիայի ռազմականացված Ճապոնիայի եւ նրանց արբանյակների լիակատար ջախջախումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվել է միավորված ազգերի երկրների համատեղ ջանքերով։ Մենք միշտ կհիշենք, որ Խորհրդային Միության տարածքում վճռական մարտերից հետո Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը։ Բարձր են գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի խիզախ ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում, բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ Ռուսաստանի նախագահի ելույթից հետո սկսվել է հետևակային շարասյունների երթն ու ռազմական տեխնիկայի ցուցադրությունը։ Բացի ռուս զինծառայողներից Կարմիր հրապարակով անցել են 13 երկրների ստորաբաժանումներ, այդ թվում Ադրբեջանից, Վիետնամից, Բելարուսից, Եգիպտոսից, Ղազախստանից, Չինաստանից եւ Ուզբեկստանից։ Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցել։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մեծ հաղթանակի շքերթը եզրափակել են 6 Սու-25 գրոհիչ ինքնաթիռները։ Նրանք մոսկովյան երկինքը զարդարել են ռուսական դրոշի եռագույնով։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով հայցելել է հաղթանակ զբոսայգի։ Ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության ու ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Մեծ հաղթանակի 80-ամյակի ներնվիրված Գյումրիում անցկացված ԱՄԱ-ների գունդ հիշատակի եւ երախտիկի խորհրդանշական քայլերթը, որն ամեն տարի անցկացվում է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում։ Երթի մասնակիցները շարժվել են դեպի Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղ տեղի ունեցել հաղթանակի նվիրված գլխավոր միջոցառումները։ Անմահների գունդը երթը հիշատակի, պապերի ու նախապապերի սխրանքները վերարժևորելու խորհուրդ ունի, որին այս տարի Գյումրիում հարյուրավոր մարդիկ էին միացել։ Մասնակիցները զինվորականներ էին, իրենց ընտանիքներով, քաղաքացիներ, որոնք եկել էին մեծ հայրենականին մասնակցած նախնիների լուսանկարներով, պատմում էին նրանց փառավոր ուղու մասին։ Ռուսական 8-րդ զինվորական թաղամասից երթը հասավ Մայր Հայաստան հուշահամալիր։ Սա անմահների գունդն է, որ հիշատակի եւ խոնարհումի երթ է անցկացնում այսօր։ Մենք եկել ենք հիշելու եւ գնահատելու մեր նախնիների սխրանքը։ Նրանք մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, շատերը չեն վերադարձել։ Մենք հիշում ենք նրանց ու հպարտանում մեր նախնիներով։ Սա իմ պապն է, Նիկոլայ Վլադիմիրովիչը։ Նա երկու եղբոր հետ մասնակցել է Սևաստոպոլի ճակատամարտին, եղբայրները զոհվել են, պապս վիրավորվել է ու վերադարձել։ Սա իմ նախապապն է, նա սովետական բանակ է զորակոչվել 1939 թվականին, 41 թվականին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, սա էլ մյուս նախապապս է, նա էլ մասնակցել է Բրեստի ամրոցի պաշտպանությանը, շատ մեդալներ ունի ստացած։ Մայր Հայաստան հուշահամալիրի բարձունք էին եկել մարդիկ, ովքեր երկրորդ աշխարհամարտի մասնակիցների ժառանգներն էին, նրանք վերհիշում էին իրենց պապերի, ապուպապերի պատմածները ռազմի դաշտից։ Հայերի մասնակցությունը հերոսական էր եւ հայերի համար այն հայրենական պատերազմ էր։ Պապիս նկարն է, մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, շատ հերոսություններ է արել, մեդալներ ուներ պապս եւ ոնց ասեմ կենտանի է վերադարձել է, հասել է իր 10 երեխաներին։ Մորական կողմի պապիկս է Նապոլեոն Նազարյանը, նա եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում կազմում, հրետանու հրամանատար է եղել, լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի զինվորն է եղել, իսկ մյուսը ուրեմն Պերճ Թատևոսի Սողոյանն է, տատիկիս քրոջ ամուսինն է, նա էլ եղել է լեգենդար մարշալ Բաղրամյանի զինվորը։ Նա կրվել է եւ կրվել ինչպես մյուս պապիկս Նապոլեոնը հասել է Բերլին եւ բարել են երկուսն էլ հայկական քոչարին։ Հայ ազգը մեծ լումա ունի հաղթանակի գործում, իսկ մենք չենք կարող չմասնակցել։ Մենք մեր բաբերը մասնակցել են, իմ հայրս մասնակցել է, վիրավոր եկել է դաշտից, մարտի դաշտից, ընկերոջը փրկե դուրս է բերել է, այստեղ են թաղը այդ մարտում։ Հերոսությունը ճիշտ է, իսկ մենք չենք կարող մոռանալ։ Մեր ժողովուրդը չի կարող մոռանալ, դա մեր այրան մեջ է, պայքարը մեր այրան մեջ է։ Հետխորհրդային տարածքում եւ աշխարհի մի շարք երկրներում են նշում հաղթանակի օրը։ 80 տարի առաջ հաղթանակը կերտած հերոսների սխրանքները անուրանալի են եւ կասկածից վեր է հայերի առանձնակի դերն ու նշանակությունը հայրենական մեծ պատերազմում, որը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Մոտ 600,000 հայ է ռազմաճակատ մեկնել, նրանց կեսը չի վերադարձել։ Իմ Ղուգասյաններից 8 տպաբս մասնակցել է, 6-ը հետ չի վերադարձել, երկուսն էլ վիրավորվել է։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ 6 եղբայր իրար հետ գնացել են պատերազմ, 8-ը գնացել են, 2-ը վիրավորվել են, 6-ը հետ չի վերադարձել։ Եվ այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր հաղթանակ եղավ։ 80 лет назад
Советский солдат водрузил знамя победы на 80 տարի առաջ սովետական զինվորը մեծ հաղթանակ տոնեց Ռայխստագում։ Այսօր մենք շարունակում ենք նրանց գործը պաշտպանել այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել թանկ գնով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ցուցաբերել է մեծ հերոսություն եւ անձնազոհաբար է կռվել։ Այս հաղթանակը նաեւ նրանց շնորհիվ է եղել։ Անուրանալի է լեգենդար մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի եւ մյուս նշանավոր զորահրամանատարների ներդրումը մեծ հաղթանակին հասնելու գործում։ Անհայտ զինվորի անմար կրակի մոտ ծաղիկներ էին դնում եւ խոնարհվում պատերազմի վետերանների ժառանգները։ Արդեն 3-րդ տարին է Գյումրիում տոնական օրն առանց պատերազմի վետերանների ներկայության է անցկացվում։ 1941 թվականին Լենինականից ռազմաճակատ է մեկնել մոտ 8000 մարդ, նրանցից 3000-ը զոհվել է։ Հաղթանակի օրվան էր նվիրված զինտեխնիկայի ցուցադրությունը Մայր Հայաստան հուշահամալիրում։ Հանդիսավոր երթով անցան ռազմաճակատում կիրառված զինտեխնիկայի տեսակները։ Ստալինգրադից մինչև Բերլին հասած տանկերն ու զրահատեխնիկան բերվել էր հուշահամալիրի տարածք։ Ցուցադրական դրվագներով ներկայացվեց մոտ 22 միավոր ռազմական տեխնիկա։ Հին մոդելներ իրանք ցույց կտան, որ նոր եղել է ժամանակ պատերազմի ժամանակ, այդ մոդելներ իրանք ցուցադրում են։ Որ մարդիկ տեսնեն թե ինչ կարգ է, այնտեղ մեքենա կա, գրած են Բերլին, հենց այդ բաներով են մտել Բերլին։ Հաղթանակի օրվա տոնական մասն ապահովում էին կենդանի երաժշտությունը, պատերազմական երգերը, իսկ դաշտային խոհանոցում բոլորին հյուրասիրեցին զինվորական կերակուրներով։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով հաղթանակ զբոսայգի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ունեցել են նաեւ ճեպազունիցներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլից նշել է, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլին եւ միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելուն, նշեց, որ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է վերջնական եւ պետք է բանակցություններն ընթանան ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ եւ իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ Հայաստանը համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանին հավելյալ պահանջներ է ներկայացնում, նշեց, ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ։ Միջանցքային տրամաբանությունը բացառվում է։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը հայ-ռուսական հարաբերություններից խոսելով կարևորեց այն, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, պահպանելու եղած խորը հիմքերը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը 2 ամսով։ Այս մասին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում վիրաբուժության բաժնի վարիչը ձերբակալվել էր ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ժամանակ։ Երեկ Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Հաղեկյանը եւ տեղափոխվել ոստիկանության մուժ բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին երեկոյան տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ժամը 12-ին նշանակված էր նիստ, որտեղ քննվելու էր Լիլիթ Հաղեկյանի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու հարցը։ Դատավարությունը դեռ փակ էր, նիստին ներկա գտնվելու իրավունք չեն ստացել Աղեկյանի մայրը եւ նրա շահերի պաշտպան Փոստանջյանը։ Վերջինս զրկվել է պաշտպանական լիազորությունների ձեռք բերելով վկայի կարգավիճակ։
Աղեկյանի համար նշանակվել է հանրային պաշտպան, որի ազգանուններ միայն հայտնի Զարուհի Փոստանչյանին, այլ տեղեկություններ չեն հաղորդվել, իսկ դատականիստը կայացել է թե ոչ։ Այս մասին մինչ այս ժամը եւս տեղեկություններ չկան։ Նշենք, որ Լիլիթ Աղեկյանը երկար տարիներ զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը։ Երեկվա ժամը 6-ից մինչև հիմա Լիլիթ Աղեկյանին պտտացրել են 1 տարելակ հնչական կոմիտե։ Դրանից հետո տարելա ժամանակավոր պահման մեկուսարան, այդ ՁՊՎ ձերբակալվածների այդ վայրն է տարել։ Հետո ընդեղից տարել են հիվանդանոց Լիլիթին։ Հիվանդանոցում պահել են ինչ-որ չգիտեմ ինչեր են արել, բայց լրիվ չեն հետազոտել, պարզ չի մեզ ինչից էր իր առողջությունը այդքան վատացել։ Դրանից հետո հետ են բերել այստեղ դատարանում 4 ժամ պահել են ամբողջ գիշեր։ Հետո լուսադեմին էլի տարել են այդ ժամանակավոր պահման վայրը։ Հիմա նոր բերեցին, ընդեղից մենք տեսանք ոնց հանեցին, բերել են էլի դատարան։ Կեղծ մեղադրանք է, այսինքն ես բանավոր կարգով եմ իմացել, որ իբրև թե Լիլիթ Աղեկյանը կատարել է խուլիգանություն եւ վիրավորել է դատարանին։ Դատարանին ասել է կոռումպացված եք, ակնհայտ էր մենք դատարանին հայտնել ենք մի քանի բացարկներ եւ ինձ մեկուսացրել է, ինձ իբրև դիտարկում է որպես վկա եւ ասում է, որ վկայի կարգավիճակ դուք ունեք, դուք չեք կարող լինել փաստաբան։ Մինչդեռ փաստաբանը ես իրա փաստաբանն եմ եղել, ի սկզբանե, եւ եթե ինչ-որ մի արարք էլ իրեն մեղսագրվում է, ապա այդ արարքի շրջանակում ես չեմ կարող լինել որպես վկա, որովհետեւ ես էլի իր փաստաբանն եմ։ Այդ նույն արարքը ինչ-որ մեղսագրվում է, այդ ժամանակ էլ եմ եղել իր փաստաբանը։ Դուք պատկերացրեք, ինչ պաշտպանական իրավունքի խախտում է տեղի ունենում։ Այժմ լահոսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։